Հարգելի պարոն փոխվարչապետ, հարգելի նախարարներ, Քաղաքաշինության կոմիտեի հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, համայնքի հարգելի ղեկավար, պարոն մարզպետ, դպրոցի հարգելի տնօրեն, հարգելի ուսուցիչներ, հարգելի աշակերտներ, ուրախ եմ բոլորիդ այսօր տեսնելու համար եւ ուրախ եմ տեսնելու, որ դպրոցի կառուցումը ավարտվել է, որովհետեւ մենք ես մի անգամ 2 տարի առաջ, 2 տարի առաջ այցելել էինք եւ այն ժամանակ իմացանք, որ գյուղում դպրոց երբեք չի եղել եւ գյուղում դպրոցը ահա փաստ է, բայց մյուս կողմից մեր այցելությունները ցույց են տալիս, որ դպրոցի կառուցումը միայն շենքի կառուցումը չի։ Եվ ավելին ասեմ, դպրոցը երեխաների միայն սովորելու տեղ չի։ Դպրոցը ինձ համար էլ է սովորելու տեղ, որովհետև նախ այս այցելությունները մեզ գիտելիք են տալիս մեր երկրի մասին, տարբեր բնակավայրերի, տարբեր իրադրությունների, բնակավայրերում առկա խնդիրների, բայց նաև պրոցեսների եւ զարգացման մասին են պատկերացում տալիս, որովհետև մի ժամանակ էր, երբ մենք մտածում էինք, սրա մասին շատ եմ խոսել, որ ահա կլինի, եթե մեզ հաջողվի գտնել ֆինանսավորում, մենք կլուծենք խնդիրը։ Հետո պարզվեց, որ դա ամբողջ խնդիրը չէ։ Պետք է նաև ունենալ պատշաճ նախագիծ, պետք է ունենալ այդ նախագիծը պատշաճ իրականացնող։ Եվ դա լավ էր, որ իմիջայլոց 2018 թե 19 թվականին այցելեցինք մի նորակառույց դպրոց, 2 նորակառույց դպրոց իրականում, եւ այնտեղ արձանագրեցինք այն դիսոնանսը, որ կա նոր դպրոցի եւ հին գույքի միջեւ, եւ հասկացանք, որ չի կարելի այդպես։ Նոր դպրոցի համար նոր գույք ա պետք, ինչպես կտակարանում ասում է, նոր գինին նոր տիկերում, որովհետև հին գինին հին տիկերում, նոր գինին նոր տիկերում, բայց հետո ուրիշ խնդրի առաջ կանգնեցինք, երբ որ տեսանք, որ գույքը կա եւ խնդիրը նաեւ այդ գույքը պահարաններից տեղափոխել դասարաններ։ Հետո խնդիրը այդ դասարաններում երեխաներին հաղորդակցել այդ գույքի հետ, այդ գիտելիքի հետ, հետո խնդիր ընդհանրապես մեր կարծեմ 2000 մինչև 30 թվականի կրթության ռազմավարության քննարկման ժամանակ էր, որ մենք եկանք քննարկելով եկանք հասանք մեր մի հարցի, ասենք, բայց լավ, մենք մեր երեխեքին ինչ ուղերձ ենք տալիս։ Այդ տեսեք, որ մենք ասում ենք երեխեք, լավ սովորեք, բայց մենք պետք է նաև ճիշտ ճշգրիտ ձևակերպենք, թե ինչի համար ենք ուզում մեր երեխեքը լավ սովորեն։ Եվ այդտեղ ենք մենք եկել փնտրելով գտել ենք այն ձևակերպանը, որ մենք պետք է լավ սովորելու հետ կապված այս ուղերձը տանք երեխեք, որ լավ սովորեք, որ լավ ապրեք, որովհետև հենց լավ սովորելու արձագանքը պետք է լինի դա, որ դուք լավ ապրեք, որպես անհատներ, որպես համայնք, որպես մարզ, որպես պետություն, որպես հասարակություն, եւ սովորելու ի վերջո նպատակը լավ ապրելն է։ Այլ բան նաև, որ էդ էլ է հարց, իսկ ինչ նշանակում լավ ապրել։ Ամեն հանրություն, ամեն համայնք, ամեն անհատ պետք է նաև ի վիճակի լինի ձևակերպել ինքը իր համար, իսկ ինչ նշանակում լավ ապրել, որովհետև այդտեղ էլ մենք չենք կարող բոլորին դնել շրջանակի մեջ, ասել, որ լավ ապրել նշանակում ասա, մենք կարող ենք առաջարկել, կառավարությունը առաջնորդող դեր ունի եւ կարող է որպես առաջնորդող մարմին եւ վարչապետը առաջարկել, բայց ի վերջո ամեն մարդ պետք է կարողանա ի վիճակի լինել ինքը իր համար ձևակերպել, ինչ նշանակում լավ ապրել եւ ի վիճակի լինի այդ ձևակերպումը անել եւ իր աշխատանքի միջոցով հասնել այդ իր ձևակերպված լավ ապրելուն, իսկ սրա համար մի տարբերակ կա։ Կրթությունը, մասնագիտական կարողությունների լավարկումը եւ կրթությունը թերևս այն միակ բանաձևն է, որը մեզ հնարավորություն կտա գտնել բոլոր այն հարցերի պատասխանները, որ կյանքը մեր առաջ կարող է դնել։ Հենց այստեղ է ամբողջ խնդիրը։ Եթե մենք իմանայինք, թե կյանքը մեր առաջ ինչ խնդիր է դնելու կոնկրետ, ինչ իրադրությունների մեջ է դնելու, այդ գծագրված մեր առաջ մենք կնայենք, կասենք, լավ, այս առարկան մեզ պետք չի,
որովհետև կյանքում մեզ պետք չի գալու, որովհետև մեզ այս հարցերի պատասխանն է պետք գալու, եկեք գնանք այդ հարցերի պատասխանը սովորենք։ Բայց խնդիրը հենց այդպես է, մարդը պետքա ֆիզիկապես պատրաստ լինի, մարդը պետքա հոգեպես պատրաստ լինի, հոգեբանորեն պատրաստ լինի, ինտելեկտուալ առումով պատրաստ լինի, գիտելիքի գրագիտության առումով պատրաստ լինի, ինչին կյանքի հարցերին պատասխանելուն, կյանքի հարցերին արձագանքելուն այնպես, որ դա հանգեցնի լավ ապրելուն։ Եվ հետևաբար, սիրելի երեխաներ, ես ուզում եմ դուք իմանաք ինչի համար ենք այս դպրոցը կառուցել, որ նախ այսօրվանից լավ ապրեք, լավ միջավայրում ապրեք, որովհետև դպրոցը ձեր տունն է, մենակ ձեր տունը չի, չէ ձեր տունը։ Դպրոցը նաև ձեր բոլորի տունն է, քանի դեռ դուք այստեղ սովորում եք, սա ձեր տունն է։ Ընդ որում դուք այստեղ ունեք պայմաններ, դուք այստեղ ունեք կարող եք դասասենյակներում սովորել, գրադարան, համակարգիչ, բեմ ունեք, որտեղ կարող եք ստեղծագործել, մարզասրահ ունեք, որտեղ կարող եք սպորտով զբաղվել, բացօթյա մարզադաշտ ունեք, որը դեռ լրիվ պատրաստ չի, կպատրաստեն, կարող եք ֆուտբոլ խաղալ։ Ի վերջո ունեք տարածքներ, որ կարող եք դուք խնամել, դասնել այնպեսին, ինչպեսին դուք կուզենայիք տեսնել այդ տարածքները, որպեսզի լավ զգաք այդտեղ, զգաք, որ լավ եք ապրում, զգաք, որ ձեր աշխատանքի եւ ձեր գիտելիքի արդյունքը ստանում եք։ Եվ հետեւաբար մենք ուզում ենք, որ դուք լավ ապրեք, եւ մենք ուզում ենք, որ դուք լավ սովորեք, որ լավ ապրեք, բայց մենք ուզում ենք, որ դպրոցում սովորեք լավ ապրել։ Դպրոցից արդեն սկսեք լավ ապրել եւ դպրոցը ձեզ համար լինի լավ ապրելու միջավայր։ Սա է ամենակարևոր խնդիրը, որը ելի եմ ասում, ինքը կարող է պարզ ձևակերպում թվա, բայց բարդ հարց է եւ մեզ բոլորիս պետք է անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, կարողություններ, իմացություն այդ հարցերին պատասխանելու համար։ Եվ այս դպրոցները մենք կառուցում ենք հենց այդ նպատակի համար, որ դուք կարողանաք ձևակերպել հարցեր, դժվար հարցեր, բարդ հարցեր, անսպասելի հարցեր, բայց նաև կարողանաք գտնել, ձևակերպել, մատուցել եւ մարսել այդ հարցերի պատասխանները եւ այդ պատասխանները դարձնել կյանքի կոնկրետ հմտություն, առարկայական հմտություն։ Շնորհավորում եմ բոլորիս, իհարկե սովորաբար ասում ենք շնորհավորում ենք Արեգնադեմի բնակիչներին եւ հարակից գյուղերի բնակիչներին, բայց ես կարծում եմ, որ ինչքան շնորհավորելու առիթ ունենք ձեզ, այնքան էլ շնորհավորելու առիթ ունենք Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ Հայաստանում եւս մեկով պակասեց այն բնակավայրերի թիվը, որտեղ դպրոց չկա։ Եվ ես հույս ունեմ, որ մենք ավելի ու ավելի մեծ տեմպերով կգնանք այս թիվը նվազեցնելու ճանապարհով։ Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնեմ, ովքեր մասնակցել են այս կառույցի ստեղծմանը եւ ուզում եմ հաջողություն մաղթել։ Ես ուզում եմ, որ մեր սիրելի ուսուցիչները, մեր սիրելի աշակերտները ամեն օր գան այստեղ բարձր տրամադրությամբ եւ այստեղից դուրս գան բավարարվածության եւ առաքելությունը իրականացրած այդ լիաթոք զգացողությամբ եւ դա է այն ճանապարհը, որը կարծում եմ նաեւ մեզ բոլորիս կոշտի այդ հանրային համակեցության, բարեկեցության, երջանկության եւ հաջողության զգացումը, որովհետեւ տեսեք դպրոցը բարեկարգ է, բայց գյուղում տեսեք ինչքան խնդրեմ կա։ Մեր գիտելիքների ձեռքբերման գործընթացում են լուծվելու նաեւ հարակից տարածքների խնդիրները, որտեղ բարեկարգ չբարեկարգվի, որտեղ բերի չմշակվի, որտեղ հաց չկա, հաց լինի, որտեղ այգի չկա, այգի լինի, որտեղ հաջողություն չկա, հաջողություն լինի, որտեղ ուրախություն չկա, ուրախություն լինի։ Շնորհակալ եմ բոլորին։